Ռազմական հեղաշրջման ձախողումից հետո Թուրքիայում մի շարք անպատասխան հարցեր են մնացել։ Ինչու ազգային հետախուզական ծառայության պետ Հական Ֆիդանը ժամը 4-ին հեղաշրջման մասին տեղեկանալով չի հայտնում երկրի նախագահին ու վարչապետին։ Էրդողանը հեղաշրջման մասին իմանում է 4 ժամ հետո, այն էլ փեսայից, ինչ դիրքորոշում է որդեգրել գլխավոր շտաբի ղեկավարը, արդյոք եղել է օտար պետությունների միջամտություն եւ այլն։ Այս հարցերի քննարկումն ընթանում է փողոցներում հաղթանակի արարողություններով ու խրախճանքով, իսլամի ու ազգայնականության զարթոնքով։ Այդ ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժողովրդավարական արժեքները պահպանելու համար հուլիսի 29-ին Թուրքիայում 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարում։ Ժողովուրդը վճռականորեն տեր կանգնեց իր երկրին ու նրա կամքն ավելի զորեղ էր, քան ռազմական հեղաշրջման մասնակիցների զենքերը, տանկերն ու պատերազմական ուղղաթիռները, ասում է Էրդողանը։ Արտակարգ դրություն հայտարարելուց հետո Աթենից փակվել է 1229 ընկերություն ու հիմնադրամ, շուրջ 1000 մասնավոր դպրոց, 15 համալսարան, 19 արհմիություն, 30 ինտերնետային լրատվամիջոց։ Ընդ որում Էրդողանը դատաստան է տեսնում բոլոր նրանց նկատմամբ, ում գործունեություն իրեն դուր չի գալիս։ Թուրքիայում անհասանելի է նաև WikiLeaks.org-ը, որը սկսել էր հրապարակել Արդարություն և զարգացում կուսակցության ներքին գրագրությունը։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն էլ ապացույցներ ունի, որ կալանավորներին ծեծում են ու խոշտանգում, կան նաև բռնաբարության դեպքեր։ Նրանք զրկված են սննդից ու բժշկական անհրաժեշտ պարագաներից։ Թուրքիայի իշխանությունը չի թաքցնում խորը անտարբերությունն այս ամենի նկատմամբ։ Ավելին, Անկարան արդեն ժամանակավորապես դադարեցրել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառումը։ Երկում ուզում են վերականգնել նաև մահապատիժը, այս հարցի ջատագովն Էրդողանն է։ Եվրամիությունն արդեն հայտարարել է, Թուրքիայում մահապատիժը վերականգնելու պահից սկսած կդադարեցվեն կառույցին անդամակցության բանակցությունները։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին էլ զգուշացրել է, որ Թուրքիան խախտում է նաև ՆԱՏՕ-ի կանոնակարգը։ Իսկ թուրքական իշխանության ձայնափող ոչ պաշտոնական աղբյուր Յենի Շաֆակ թերթը շարունակում է անթաքույց մեղադրել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Թերթը Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի գեներալ Ջոն Քեմբելին համարում է ռազմական հեղաշրջման համակարգողը։ Իր հերթին ԱՄՆ-ն չի շտապում վերադարձնել Ֆեթուլա Գյուլենին, ինչին տենդորեն ձգտում է Թուրքիան։ Ամերիկա-թուրքական հարաբերությունների լարվածության պատկերին կարծես գնալով ջերմանում են ռուս-թուրքական հարաբերությունները։ Թուրքիայի նախագահ Էրդողանը Ալ Ջազիրային տված հարցազրույցում չի բացառել, որ ռուսական ինքնաթիռը կործանած օդաչուի մասնակցությունը հեղաշրջման փորձին կարող է վկայություն լինել այն բանի, որ զինվորականներն են կանգնած եղել դրա հետևում։ Նմանատիպ կարծիքներ են հնչում նաև Ռուսաստանից։ Ռուսաստանի Դաշնության հանրային պալատի անդամ վերլուծաբան Մաքսիմ Շևչենկոն կարծիք է հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն օգնել են հեղաշրջման կազմակերպիչներին, եւ միայն Ռուսաստանն է եղել Էրդողանի կողքին։ Նրա համոզմամբ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է դաշնակիցներ լինեն։ Արդեն հայտնի է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 9-ին մեկնելու է Ռուսաստան։ Ուշագրավ տեղեկություն է հայտնել թուրքական Հուրիեթ թերթում։ Հոդվածագիր Ֆաթիհ Չեկիրգեն հղում անելով իր դիվանագետ ընկերներին գրում է, որ Թուրքիան Իսրայելի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մտադիր է եղել նաև դրական տեղաշարժ արձանագրել Հայաստանի հետ հարաբերություններում, չբացառելով նաև սահմանի բացումը։ Նաև այդ նպատակն է հետապնդել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այս Ադրբեջան, նա փորձել է հասկանալ Ադրբեջանի հնարավոր հակազդեցությունը։ Ժամանակը կարծես թե պատեհ էր, քանզի շատ է խոսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորության մասին, որից հետո Թուրքիան կարող էր ավելի ազատ գործել։ Ղարաբաղի հարցի հանգուցալուծումը ըստ հոդվածագրի եղել է Չավուշօղլուի Բաքու կատարած այցի օրակարգում։ Հոդվածագիրն անձամբ է զրուցել հուլիսի 15-ին Բաքվից Թուրքիայի Սամսուն քաղաք ժամանած Մևլութ Չավուշօղլուի հետ, որն այն ժամանակ հավաստիացրել էր, թե արտաքին քաղաքական ասպարեզում նոր զարգացումներ են լինելու։ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հուլիսի 25-ին Հաբերթուրքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ վերջին շրջանում Հայաստանի հետ շփումներ չեն եղել։ Միջազգային համաժողովներում մի քանի անգամ տեսել եւ բարևներ են փոխանակել Հայաստանի արտգործնախարարի հետ, սակայն որևէ թեմայով մանրամասն չեն խոսել, ասել է նա։ Ընդգծելով, որ հատկապես Ռուսաստանի ջանքերով Ղարաբաղի շուրջ ակտիվացել են բանակցությունները, Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ կան որոշ առաջարկներ, որոնք Ադրբեջանի համար ընդունելի կարող են լինել։ Չմոռանալով նշել, որ իրենք մշտապես աջակցել եւ աջակցում են Ադրբեջանի համար ընդունելի տարբերակներին, Չավուշօղլուն խոստովանել է, որ Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկվել է Ղարաբաղի հարցով համատեղ իրականացնելիք հնարավոր քայլերը։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չէր բացառել Թուրքիայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, եթե նրա դիրքորոշումը կառուցողական լինի։ Հուլիսի 15-ին Ստամբուլում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում որոշում է ընդունվել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անին ընդգրկել համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Հայտը ներկայացրել էր Թուրքիան, քանի որ Հայաստանը նման իրավունք չուներ։ Ըստ հայկական կողմի փաստաթղթում ամրագրված է Անի հայկականությունը եւ դրանով որոշակի երաշխիքներ են ստեղծում նրա պահպանման համար։